Փետրվարի երկրորդ կեսին աստղերը անսպասելի ֆինանսական պատուհան են պատրաստում յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար։ Մենք իմացանք, թե ով է ճիշտ բախտավոր լինելու փողի հետ եւ ինչպես օգտվել հարստանալու հնարավորությունից։ Փետրվարը սովորաբար դանդաղ է ձգվում, կարծես ձմեռը հրաժարվում է բաց թողնել։ Բայց հենց այս վերջին ձմեռային ամսվա երկրորդ կեսին է, որ էներգիան փոխվում է։ Եվ հիմա տարբեր կենդանակերպի նշանների ֆինանսական քարտեզներում հայտնվում է հազվագյուտ հաջողության գիծ։ Փողը կարող է գալ երկար սպասված աղբյուրից։ Հին նախագծերը կարող են հանկարծակի առաջխաղացում ունենալ, իսկ համարձակ քայլերը կարող են անսպասելիորեն շահավետ լինել։ Փետրվարի երկրորդ կեսին Վեներան, որը կառավարում է մեր նյութական բարեկեցությունը, գտնվում է ձկների նշանում։ Սա նշանակում է, որ բոլոր կենդանակերպի նշաններին խորհուրդ է տրվում լռել իրենց ֆինանսական վիճակի մասին կամ խոսել դրա մասին այնպես, որ այն ամբողջովին իրական չէ, Life.ru-ին ասում է աստղագուշակ Բորիս Զակը։ Մասնագետը մեզ համար կազմել է մանրամասն ֆինանսական ուղեցույց, եւ մենք պատրաստ ենք խաղադրույք կատարել, որ նրա խոսքերը կհանգստացնեն նույնիսկ նրանց, ովքեր արդեն հրաժարվել են փետրվարից։ Ինչպես կարող եք հարստանալ կամ բարելավել ձեր ֆինանսական վիճակը կախված ձեր կենդանակերպի նշանից։ Կա պատասխան։ Օրինակ, եթե դուք խոյ եք, ձևացրու մինչև հաջողության հասնես սկզբունքը, որը վերևում քննարկել է աստղագուշակ Բորիս Զակը, հենց ձեզ համար կլինի։ Այս խորհուրդը հատկապես կարևոր է խոյերի համար։ Նրանք կարող են նաև գումար վաստակել գաղտնի գործարքների և թվային արժույթների միջոցով, բացատրում է փորձագետը։ Աստղագուշակը նաև խորհուրդ է տալիս ցուլերին զարդարել իրենց ֆինանսական վիճակի մասին պատմությունները, եթե ցանկանում են այն բարելավել, և գլխավոր խորհուրդը զարդարել ցանկացած ընկերությունում, որտեղ հայտնվում եք։ Աստղագուշակի խոսքով, երկբորյակները լավ հնարավորություն ունեն գաղտնի հովանավոր գտնելու 2026 թվականի փետրվարի երկրորդ կեսին, բայց դա ոչ միայն ձեզ համար ապահովող մեկը կլինի, այլև մեկը, ով կօգնի ձեզ առաջխաղացնել ձեր կարիերան, զգուշացնում է փորձագետը։ Աստղագուշակը խորհուրդ է տալիս առյուծի կենդանակերպի նշաններին դիտարկել խոշոր ներդրումները։ Ավելին, դուք կարող եք ներգրավել այլ մարդկանց միջոցները և ստեղծել միջոցներ։ Կարող եք նաև ինքներդ ներդրումներ կատարել միջոցներում, ցանկալի է ավելի քիչ հայտնիներում, որոնց հուսալիությունը կարող եք ստուգել, նշում է Բորիս Զակը։ Այնուամենայնիվ, կույսերը կկարողանան ավելացնել իրենց եկամուտը 2026 թվականի փետրվարին, ինչպես անձնական ջանքերի, այնպես էլ գործընկերների միջոցով։ Մասնագետի խոսքով այս ժամանակահատվածը բարենպաստ է այս կենդանակերպի նշանի տակ ծնվածների համար, գործարար համագործակցության և կարիերայի առաջխաղացման առումով։ Կշեռքները, որոնք ավելի համագործակող են, փետրվարի երկրորդ կեսին պետք է կենտրոնանան իրենց նպատակներին հասնելու վրա, անձնական ջանքերի և աշխատասիրության միջոցով։ Նրանք պետք է պատասխանատու մոտենան իրենց աշխատանքին կամ ստեղծեն դրա մասին շատ հավաստի տպավորություն, կիսվում է աստղագուշակի խորհուրդներով։ Մասնագետի խոսքով կարիճները բոլոր հնարավորություններն ունեն շահավետ ներդրումներ կատարելու, և նրանց սիրելիները կարող են օգնել նրանց այս հարցում։ Երեխաների հետ կապված նախագծերում ներդրումներ կատարելը լավ տարբերակ է։ Աղեղնավորները կարող են բարելավել իրենց ֆինանսական վիճակը անշարժ գույքի միջոցով։ Գնումը և վաճառքը, վերանորոգումը, վարձակալությունը և նույնիսկ անշարժ գույքի մասին հոդվածներ գրելը կարող են եկամուտ ապահովել։ Աստղագուշակի հոսքով 2026 թվականի փետրվարի երկրորդ կեսը ջրհոսի համար աննախադեպ հնարավորություններ է բացում ֆինանսական նվաճումների համար։ Այստեղ կարող եք փորձել ամեն ինչ։ Գլխավորը դա գաղտնի պահելն է։ Ձկները, սակայն, ունեն բոլոր հնարավորությունները բարելավելու իրենց ֆինանսական վիճակը անձնական հմայքի միջոցով։ Հատուկ ուշադրություն դարձրեք անշարժ գույքին և ուրիշների ֆինանսների կառավարմանը։ Այծեղջյուրներ, գործուղումների մեկնեք և ցուցադրեք ձեր պատասխանատվությունն ու աշխատասիրությունը։ Սա ձեր ֆինանսական վիճակը բարելավելու ուղին է։ Այսպիսով, 2026 թվականի փետրվարի երկրորդ կեսը կարծես հատուկ նախատեսված է նրանց համար, ովքեր հոգնել են փոփոխությունների սպասելուց։ Նույնիսկ եթե ձեր ֆինանսական վիճակը կանգ է առել, այս ժամանակահատվածը հնարավորություն է տալիս լիցքավորվել ինքներդ ձեզ և ձեր ծրագրերը։ Պարզապես փորձեք չանտեսել նշանները, գործեք գիտակցաբար և մի վախեցեք քայլ անել դեպի նոր աճ։
Աստղագուշակի խոսքով 2026 թվականի փետրվարի երկրորդ կեսը ջրհոսի համար աննախադեպ հնարավորություններ է բացում ֆինանսական նվաճումների համար։ Այստեղ կարող եք փորձել ամեն ինչ, գլխավորը դա գաղտնի պահելն է։ Ձկները սակայն ունեն բոլոր հնարավորությունները բարելավելու իրենց ֆինանսական վիճակը անձնական հմայքի միջոցով։ Հատուկ ուշադրություն դարձրեք անշարժ գույքին և ուրիշների ֆինանսների կառավարմանը։ Այծեղջուրներ, գործուղումների մեկնեք և ցուցադրեք ձեր պատասխանատվությունն ու աշխատասիրությունը, սա ձեր ֆինանսական վիճակը բարելավելու ուղին է։ Այսպիսով 2026 թվականի փետրվարի երկրորդ կեսը կարծես հատուկ նախատեսված է նրանց համար, ովքեր հոգնել են փոփոխությունների սպասելուց։ Նույնիսկ եթե ձեր ֆինանսական վիճակը կանգ է առել, այս ժամանակահատվածը հնարավորություն է տալիս լիցքավորվել ինքներդ ձեզ և ձեր ծրագրերը։ Պարզապես փորձեք չանտեսել նշանները, գործեք գիտակցաբար և մի վախեցեք քայլ անել դեպի նոր աճ։